Ողջույն սիրելի հետևորդներ, Լավիդա Արմենիայի այսօրվա թողարկման հյուրն է 250 կիլոմետր կարճամետրաժ ֆիլմի կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանը։ Ֆիլմ, որը արժանացել է ավելի քան 17 մրցանակների, ինչպես նաև Օսկարի հավակնորդ է եղել։ Ողջույն Հասմիկ։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր հաղորդման հյուրընկալելու համար։ Կցանկանամ խոսել նախ քո մանկությունից։ Որն է քո ծննդավայրը եւ արդյոք այն իր ազդեցությունը թողել է քո արվեստի վրա։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար եւ անցնելով հարցին ծնվել եմ Երևան քաղաքում, մեծացել եմ Սանկտ Պետերբուրգում, կրթությունը ստացել եմ Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում, մի տարի փորձել եմ սովորել Հայաստանում, ազդեցությունը միանշանակ, որովհետեւ դա ավելին է, քան այսինքն դու քո ընտանիքից, քո լեզվից, այն պահից, երբ որ հասկանում ես ով ես դու, այդ շատ կարևոր մի պահ է, երբ որ իհարկե հասունության ընթացքում ես հասկանում ու այդ ժամանակ այդ ազդեցությունը սկսում ես զգալ։ Մինչև ինձ թվում է այդ ավելի հիմնական զգացմունքը, երևի ուղղակի մենք ապրում ենք, ուղղակի անում ենք ինչ-որ գործ, սովորում ենք, գնում ենք, գալիս ենք, բայց ինչ-որ պահ է լինում, երբ որ դու կանգ ես առնում ու հասկանում ես, որ դու ես, որտեղից ես, ինչի ես, ուր ես գնում։ Հենց որ այո, միանշանակ։ Հասմիկ, մանկուց ինչ մասնագիտություն էիր ցանկանում ունենալ, միթե մտածում էիր, որ ես օրերից մի օր դառնալու եմ կինոռեժիսոր։ Ճիշտն ասած, այն ուղին, որ ես հիմա փորձում եմ գնալ, այդ ուղով գնալ, դա եղել է հենց իմ մանկության երազանքը, որովհետև գրեթե դպրոցից բավականին ակտիվ եմ եղել մշակութային առիթներին, թատրոնում եմ խաղացել, այն ժամանակ ԿՎՆ կար, եթե հիշում եք, բավականին 90-ականներին, 2000-ականներին, այո, եւ դպրոցներում էլ կային այդ ոնց որ թիմերը եւ մեր դպրոցում էլ կար այդ թիմը, մայրիկն էր իմ կազմակերպիչը եւ այդտեղից սկսած քիչ-քիչ բեմին, հետո ես եւ իմ եղբայրը հրավերք ստացանք դառնալ հերոստա հաղորդավարներ, մի հատ հաղորդում կար Եռաֆազ էր կոչվում, չգիտեմ, կարող է ծանոթ լինի հետևորդներին, կարող է ինչ-որ մեկը հիշի, ես իմ եղբայրը հաղորդավարներն էինք, ու ինչի եմ ասում երազանքին, որովհետև այդ ժամանակ ես մոտեցա դեպի տեսախցիկ, ավելի մոտ ճանաչեցի, ինչ է տեսախցիկը, ինչպես է արվում կինոն, ինչ է, եւ սիրահարվեցի, դա էր իմ առաջին ոնց որ փորձը եւ դրանից հետո իհարկե շատ տարբեր ուղղություններով, տարբեր երկար ճանապարհներով հետ եկա դեպի իմ երազանք։ Իսկ կա մի ֆիլմ, չգիտեմ, մանկության կամ պատանեկության տարիներին, որը իր ազդեցությունը թողեց, որ ասեցիք, չէ, սա կինոյի աշխարհը իմն է։ Ոչ, դա տեսախցիկներ։ Դա տեսախցիկներ, բայց ուզում եմ որ ավելի ճիշտ հասկանաք, ոչ թե ոնց որ հենց տեսախցիկը իրապես, հա, այլ այդ միջավայրը, մարդիկ, ինչ որ մի բան, որը որ քեզ դուրս էր հանում իրականությունից, ստեղծագործում էինք, ավելինն էինք անում, փորձում էինք, չգիտեմ, այդ միջավայրը, որ երբ որ դու իրականությունից sense թռնում ես դուրս, երևի դա էր ինձ երել ամենաշատը, թե ինչ ֆիլմեր, թե ոնց դա արդեն ոնց որ երկրորդական էր իմ համար։ Ես սիրում եմ այդ զգացողությունը, երբ որ դու դուրս ես գալիս քո կյանքից, սկսում ես ապրել ինչ որ ուրիշի կյանքով, ինչ որ ուրիշի մտքերով, եւ այդ մտքերը իմն էին։ Ես փորձում էի ոնց որ երևի ստեղծագործել։ Երևի այն ժամանակվանից սիրում էի այդ պահը։ Հասմիկ, հիմա խոսենք 250 կիլոմետր կարճամետրաժ ֆիլմի մասին, ֆիլմի հաջողությունների մասին, որը արժանացավ 17 եւ ավելի մրցանակների, Օսկարի հավակնորդ է եղել։ Ինչպես ֆիլմի նախապատմությունը մի փոքր կպատմես, թե ինչ մարտահրավերներ եւ ունեցար, ինչ ֆիլմը նկարահանելը եւ ֆիլմի ընթացքում։ Ես կարծում եմ, որ միջև վերջ չպատասխանեցի հարցին, ինձ թվում է դա էլ է շատ կարևոր, որ մանկության երազանքները եւ հետո պատանեկությունը եւ հետո ինչպես ես վերադարձա, ես բժիշկուհի եմ նաեւ։ Դա շատ կարևոր մի պահ է, որ ավելի ճիշտ ոնց որ հասկանանք, թե ինչ ճանապարհ եմ անցել մինչև 250 կիլոմետր։
այսպես ասեմ։ Եվ այո, բժշկական կրթություն ստանալուց հետո որոշում կայացրեցի հետևել իմ երազանքներին, իմ ընտանիքը ինձ աջակցեց, այսինքն իրենք գիտեին ես ով եմ մանկուց, եւ ես ընդունվեցի Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ Գերասիմովի անվան, որտեղ սովորել են շատ հեղինակավոր ռեժիսորներ եւ կինոգործիչներ, նաեւ Փարաջանովը, նաեւ Փելեշյանը, Տարկովսկին, հազարավոր աշխարհի մակարդակով հեղինակավոր կինոգործիչներ եւ իմ երազանքն էր այնտեղ սովորելը ես ընդունվեցի եւ իմ ավարտական գործը դա 250 կիլոմետրն էր ճիշտն ասած այնպես չի որ ես պլանավորում եմ այդ ֆիլմը նկարել որովհետեւ միանշանակ իրադարձությունները դրան բերեցին բայց ես այդ ժամանակ ունեի առաջադրանք կարել ֆիլմ եւ ճակատագրի բերումով Հայաստանում էի, երբ պատերազմը սկսվեց։ Ես որոշեցի, որ ես ոչ մի ֆիլմ չեմ նկարելու եւ չէի հասկանում ինչպես ապրել դրա ընդհանրապես այդ իրականության հետ։ Հիշում եմ զանգեցի իմ դասախոսներին, մայստեր ենք ասում իրանց, մայստերներին, ասի ես հետ չեմ վերադառնալու Մոսկվա, ես չգիտեմ ոնց ապրեմ, երբ որ կորցնում ես քո հայրենիքը, դա անհնար է։ Ինքը ինձ ասեց վերջում այնքան ժամանակ, ինչքան որ քեզ պետք է եւ մի մտածի ընդհանրապես։ Եվ այդ բավականին մռայլ ժամանակներին ես կարդացի Աշոտի եւ Վահեի մասին։ Եվ այսպես չգիտեմ ոնց բացատրեմ, բայց ինձ թվաց, որ ես այնքան թույլ եմ իրանց կողքը, որ ես իրանցից հիմա պետք է սովորեմ ու ես պետք է անեմ իմ հնարավորություններով, եթե ես կինոռեժիսոր եմ, ուրեմն ես պետք է իրանց մասին ֆիլմ նկարեմ։ Եվ այդպես որոշումը կայացվեց, հասկացա, որ հոյակապ պատմություն է, որպեսզի դառնա ֆիլմ, ու այդ պատմությունը համամարտկային է։ Ամենակարևոր բանը, ինչը ես հասկացա, որ այդ պատմությունը ոչ միայն հայու տեսակի մասին է, ոչ միայն հայերի մասին, այլ ընդհանրապես մարդկանց մասին է։ Դա կարող է լինել ամեն ինչ։ Այդպես սկսեցի արդեն աշխատել 250 կիլոմետր ֆիլմի վրա։ Նարեկ, Դավիթ, երկացեք, հենց ակրովը սկսան։ Նարեկը պիտի քշի։ Որն էր ամենադժվարին պահը ֆիլմի նախապատմությունը մի փոքր, թե դժվարին պահը ֆիլմը նկարելուց առաջ այն մարտահրավերները, որ ունեցաք, եւ ֆիլմը նկարելու ընթացքում։ Ամենադժվարին պահը։ Ամեն պահ դժվար էր, անկեղծ եմ ասում, այդ ֆիլմը ինչ որ մի հատ մոգական ուժ ուներ, ամեն անգամ սենց սա դժվար էր։ Հա։ Սենց ես ընկնում բարձանում եմ, այսինքն եւ մոտ 2 տարի աշխատել ենք ֆիլմի վրա, այսպես եթե սկսեմ մտքից եւ մինչեւ արդեն, հա, ֆիլմը դուրս եկավ եւ առաջնադիտումը եղավ Արցախում, Ստեփանակերտում, մոտ 2 տարի ես այսպես անցել եմ, չեմ կարող ասել ինչ որ կոնկրետ մի պահ, որ ավելի դժվար էր, քան մնացած բայրը, սկզբից մինչեւ վերջ։ Ուզում եմ շնորհավորել քեզ, որ գրագետ հայերեն ես խոսում, մեծանալով Ռուսաստանում, այսպես գրագետ հայերեն ու կիրթ հայերեն խոսել, չգիտեմ, ուղղակի շնորհավորում եմ քեզ, կարակ կրճատեք, չգիտեմ, բայց պետք է ասեի, որովհետև Շնորհակալ եմ շատ։ Հասմիկ, ովքեր են ֆիլմի դերասանները եւ արդյոք իրենց համար դժվար չէր այդ նույն զգացողությունները վերապրելը։
Ուրեմն իմ հեղինակային դիրքը այն էր, որպեսզի ես փորձեմ իրական մարդկանց հետ աշխատել, որովհետև ես գիտեի, որ ես չեմ կարողանա աշխատել ուղակի դերասանների հետ ու փորձել այնպես աշխատել, որպեսզի իրենք լինեն հավատալի, այդքան ինչքան որ պետք է։ Ես գնացի դեպի վավերագրականի կողմով, փորձեցի անել ամեն ինչ իրական, որովհետև դա էր էներգիան եւ դա էր ուժը, ինձ թվում է դա էլ ստացվեց։ Եվ առաջին ինձ համար դերասաններն էին, որ ես սկսեցի ման գալ Արցախում եւ ընկերների միջոցով իհարկե ես ծանոթացա Ռոզանի հետ Խաչատրյան, որը այն ժամանակ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր եւ խնդրեցի օգնի, որպեսզի դերասանների մասին պատմի, որտեղ դե մի հատ թատրոն էր Ստեփանակերտում, շատ մեծ չի, բոլորին ճանաչում են, այդպես եւ Ռոզանան պատմեց, ասեց, այո, ունենք այսպես աղջիկներ էին ինձ պետք, 4 աղջիկ։ Եվ վերջում ես հիշում եմ, որ ես այսպես նայում եմ Ռոզանայի վրա, ասում եմ Ռոզան, իսկ դու, ասում եմ ես, ինչ ես, ասում եմ ես ուզում եմ, որ մայրիկի դերակատարին դու լինես, ես հասկացա, որ ես զգում եմ իրանից այդ ուժը, իսկ ինձ դա պետք էր։ Ասում եմ ճիշտն ասած, ես դերասանուհի չեմ, ես ռեժիսոր եմ, ասում եմ, հասկանում եմ, բայց ես բացի քեզնից ուրիշ ոչ մեկին չեմ պատկերացնում։ Այդպես ասես, լավ, դուր ինձ ժամանակ որ մտածեմ, բարեբախտաբար մասնակցեց եւ եղավ այդ sense ինձ համար շատ կարևոր կերպար, մոր կերպարը, որ վստահում է իր տղային։ Այսպես ասում եմ, ուշաքաղվում եմ այս պահին, որ ինքն է ասում ոչինչ, նստեք, ինքը կարա, ինքը կքշի, ինքը կտանի։ Այսինքն մոր թույլատվությամբ ինչքան ինքը պետք է իր մեջ լիներ ուժեղ ու ինչքան ինքը վստահեր իր անչափահաս երեխային, որ թույլ տար, որ մի քանի հոգի երեխաներ նստեն եւ գնան։ Այսինքն դա շատ կարևոր էր։ Հետո արդեն աղջիկների հետ ծանոթացանք, Էվան, Լիլիթը, Լենկան, ընկերացանք իհարկե բոլորին արդեն ճանաչում էին ի սկզբանե, այսինքն մեզ պետք չէր ինչ-որ ժամանակ, որպեսզի իրանք ինտեգրվեին, դա էլ էր կարևոր։ Եվ ամենահետաքրքիր պահը եղավ Նարեկի կերպարի հետ, հենց Վահեն, որը ես չէի նախատեսում Վահեին կամ Աշոտին նկարեի, որովհետև ես հասկանում եի, որ իրենց համար շատ դժվար է լինելու հոգեպես իրանց պատմությունները։ Ես շնորհակալ եի, որ իրանց ընտանիքները թույլ էին տվել, որ ես իրենց պատմությունները պատմեի, ինչ ինձ համար շատ կարևոր էր իհարկե, եւ ես իրենց պատմությունները գրանցում էի, եւ հետո այդ գրանցումներից հետո նոր վերածվեց սցենարի եւ մնացած աշխատանքները կատարվեցին, բայց վերջին պահին այդ երեխան էլի Արցախից էր, ում ես ընտրել էի, իրենց ծնողները ասեցին, որ իրենք համաձայն չեն, որտեվ ճանապարհին էլի ինչ-որ խնդիրներ էին, եւ ասեցին, որ ոչ, մենք ցույց չենք տալիս, որ մեր տղան գա Հայաստան, որովհետեւ նկարանները Հայաստանում էին, որովհետեւ այդ ճանապարհը արդեն օկուպացված էր։ Քարվաճարի ճանապարհների մասնախոսքը գնում։ Այդպես, ու ես մնացի առանց գլխավոր հերոս։ Ու ես մտածեցի, որ վերջ։ Ֆիլմը չի կարող ուղղակի լինել առանց գլխավոր հերոս, եւ այդպես դժվար էր շատ, միառժամանակ, մինչև խոսեցի նորից իմ մայստերների հետ, բացատրեցի, իրենք ինձ շատ էին աջակցում, ամեն տիպի, ես զանգում էի, ասում եմ ոնց անեմ, ինչ անեմ, հոգեբանորեն այսպես։ Ու հենց իմ մայստերը ասեց, Հասմիկ, իսկ ինչի դու չես մտածում, ինչու չես մտածում հենց Վահեի մասին կամ Աշոտի մասին, փորձի։ Ես ասում եմ, բայց իրանք իրական երեխաներն են, ասում եմ, այո, փորձի, ասում եմ, բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ, ասում եմ, փորձի, դու ավելի կարևոր բան ես անում, կգտնես իրանց հետ աշխատելու բանալին։ Ես հասկացա, որ երկու հնարավոր կամ պետք է չանեմ, կամ պետք է ռիսկի դիմեմ ու փորձեմ գտնեմ։ Ռիսկի դիմեցի եւ գտա։ Եվ ստացվեց։ Կարծում եմ շատ ավելի բնական է ստացվել, որովհետեւ այդ աչքերի խաղը, այդ հուզմունքը, ամեն ինչ բարփակված էր իրենց աչքերում ժամանակ։ Այո։ Հասմիկ, իսկ ո՞րն է ֆիլմի նպատակը։
միջազգային հանրությանը իրազեկել Հայաստանում, Արցախում տեղի ունեցող իրավիճակի մասին, թե ուղղակի դա քո հոգու պոռթկումներ, որը ցանկացար ֆիլմի տեսքով ցույց տալ, եւ ըստ քեզ արվեստը կարող է իր ազդեցությունը ունենալ քաղաքականության վրա։ Նպատակը հանրությանը պատմելու իրական պատմությունն է, որովհետև կարծում եմ, որ ֆիլմը ունի այդ բարձրագույն ուժը, այսպես սրտին դիպչելու, հոգուն դիպչելու, եթե լավ է ստացվում իհարկե, եթե անկեղծ ես դու։ Եվ ես մտածեցի, որ պետք է օգտագործել այդ միջոցը այս պահին եւ իհարկե եւ իմ սրտի պոռթկումներ բայց առաջինը դա պատմել մեր պատմությունը եւ հենց նպատակն էլ նա էր որ մենք աշխարհի հնարավոր փառատոներին մասնակցենք երբեք նպատակ չի եղել այսպես մրցանակների բազմություն ունենալը կամ իմ որպես ռեժիսոր կայանալը նպատակը այն էր որ ինչքան հնարավոր է շատ տեղեր ցուցադրվի ֆիլմը Մրցանակները դա հաճելի է, բայց ոչ նպատակային։ Թե քաղաքականության վրա ինչպես կազդի, չգիտեմ, բայց եթե մարդկանց սրտին հասնի, մարդկանց հոգուն ազդի, ուրեմն արդեն շարունակություն կունենա։ Հասմիկ, ֆիլմում դերասանները գրեթե առանց բառերի արտահայտում են իրենց զգացումները եւ այդ տեսողական լեզվով եւ չգիտեմ, դա միտումնավոր է եղել հենց այդպես անել մի քիչ ավելի բառեր նվազեցնել, ավելի շատ էմոցիա տալ հանդիսատեսին, թե այլ միտում կար։ Հենց ի սկզբանե սցենարի մակարդակին ես այդպես եմ պատկերացրել, որովհետև ինձ թվում է, որ ցեն դժվար ժամանակ, երբ որ հա դու գտնվում ես ինչ որ մի հատ իրականության մեջ, որ մինչև վերջ չես էլ հասկանում ինչա կատարվում, այդտեղ երկու հնարավոր բան կա, կամ դու պանիկայի մեջ ես ու հիստերիայի նման ինչ որ բան, կամ հակառակը փակ մեջ ես պահում։ Կինոյում հիստերիան չեմ ընկալում շատ ժամանակ, ինձ համար դա շատ հիպերբոլիզացիա է լինում, եթե լավ չեն դերասանները արտահայտվում, կարող է լինել պրովալ, կարող է լինել շատ հակառակ էֆեկտը։ Իսկ փակը ավելի ես էլ եմ, չգիտեմ, ինձ թվում է էմոցիան, երբ որ ավելի մեջ է գնում, ավելի լուր ես, ավելի շատ բան ես հասկանում, ավելի շատ ես զգում, քան թե երբ որ բաց է։ Դրա համար։ Հասմիկ, ֆիլմում խառնված են պայթյուններ, անձնական ցնցումներ, տարբեր հոգեվիճակներ։ Քեզ համար ամենադժվարին պահը ո՞րն էր ֆիլմը նկարելու ընթացքում։ Ամենադժվարին պահը որպես կինոռեժիսոր։ Երևի հենց առաջին էպիզոդը, երբ որ տնից դուրս են գալիս։ Հենց դա մենք առաջին օրն ենք նկարում։ Պայթյունների ներքո, չէ՞, ձայների ներքո։ Երբ որ հավաքվում են եւ ասում են, որ պրևը սկսել է։ Երևի դա ամենադժվարն էր։ Հասմիկ, ինչ մրցանակների է արժանացել ֆիլմը։ 17 եւ չեմ հիշում, միգուցե մի քիչ ավել։ Տարբեր մրցանակներին, բայց ես ուզում եմ նշեմ ամենահեղինակավորները մեզ համար։ Ամենահեղինակավորներից մեկը դա Amnesty International կազմակերպության կողմից որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Երկրորդը դա Անահիտ հայկական հայ կինոակադեմիայի կողմից մրցանակներ եւ երրորդը, որը մեզ թույլ տվեց, որ մենք Օսկարի հավակնորդ դառնանք, դա Ամերիկայում գտնվող Athens International Film Festival, որը որ հեղինակավոր փառատոներից մեկն է ԱՄՆ-ում, եւ մենք ստացանք առաջին մրցանակը, որը մեզ թույլ տվեց, որ մենք կարողանանք արդեն մեր ճանապարհը դեպի Օսկար փորձենք։ Հասմիկ, հավատացած եմ, որ մեր հետևորդները անհամբեր սպասում են, թե երբ է ցուցադրվելու ֆիլմը Իսպանիայում, շատ հարցնում են։ Կարող ես ասել մոտավոր, երբ կարող ենք ցուցադրել ֆիլմը Բարսելոնայում եւ հետագայում իհարկե Իսպանիայի այլ քաղաքներում։ Ճիշտն ասած, մենք արդեն մեր փառատոնային 2 տարին բավականին ակտիվ շրջեցինք եւ հիմա պատրաստում ենք մեր
թիմի հետ միասին ֆիլմի ռելիզին, այսինքն ֆիլմը որպեսզի դուրս գա արդեն հարթակներ, որպեսզի մարդիկ կարողանան դիտել եւ դեռ հստակ չի այդ օրը, որ դուրս կգա։ Այնպես որ միգուցե մինչև ապրիլի 24-ը, եթե լինի հնարավոր փակ ցուցադրություն անենք, որովհետև հետո արդեն միգուցե դուրս գա ֆիլմը որպես հանրային հարթակներ, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել։ Ես մեծ սիրով կստանձնեմ կազմակերպիչի դերը ֆիլմի ցուցադրության։ Բայց միևնույն է, եթե ֆիլմը դուրս գա հարթակներ, դա չի խանգարի մեզ նայել մեծ էկրանին, որովհետև միանշանակ մեծ էկրանին դա ուրիշ ազդեցություն է թողնում։ Շատ հակիրճ, կարող ես ասել, ինչ հաղորդագրություն է փոխանցում ֆիլմը աշխարհին։ Ես հետո հասկացա ֆիլմը ինչի մասին է։ Շատ հետաքրքիր էր, երբ որ կարդացի Կանադայում մի կինոփառատոնից հետո ինձ ինչ-որ անծանոթ մարդիկ սկսեցին գրել Instagram-ով, որ մենք հիացած ենք, թե ինչքան սեր կա քո ֆիլմում։ Ես ասացի, դե հա, մարդու հանդեպ։ Այս ձեռին բռնած, երբ որ մեքենայի մեջ տեղ չլինելով հանդերձ մեքենայի մեջ միշտ կգտնենք տեղ, ինձ թվում է դա մարդասիրությունն է։ Ֆիլմի գլխավոր թեման դա մարդասիրությունն է, ոչ թե պատերազմը։ Հասմիկ, այժմ խոսենք, թե ինչու տեղափոխվեցիր Իսպանիա, ինչու Իսպանիա, ինչու Բարսելոնա, արդյոք այստեղ կինոյի եւ արվեստի ոլորտում ավելի շատ ես տեսնում առավելությունները, որպեսզի առաջ գնաս, թե ցանկանում ես ուղղակի այստեղ Իսպանիան քեզ կարող է ստեղծագործական ազատություն տալ, թե այլ առավելություններ կան, որ գնահատում ես այստեղ։ Ճիշտ ասած, ես քանի որ իմ ամբողջ կյանքը սովորում եմ, դա արդեն չեմ կարող չսովորել։ Ես երբ չեմ սովորում, ինձ թվում է, որ ինչ-որ բան իմ հետ ընչի։ Եվ փնտրում էի հաջորդ քայլը երկու բարձրագույն կրթություններից հետո, մի հատ էլ մագիստրոսականը, ինչու ոչ։ Եվ մտածեցի, որ Եվրոպան ամենամոտն է ինձ համար, այսպես ոնց որ եւ Հայաստանին է մոտ, որովհետեւ չեմ կարող շատ հեռու լինել, չեմ ուզում ավելի շուտ։ Եվ մշակույթն է ավելի մոտ, որովհետեւ մեծացել եմ Սանկտ Պետերբուրգում եւ ճար տարապետությունը ինձ համար շատ կարեւոր է։ Եվ մտածելով թե որն է այդ երկիրը, որտեղ որ ես կզգամ մի քիչ հայկական, մի քիչ եվրոպական, Իսպանիան շատ հետաքրքիր ինձ թվաց եւ նաեւ ճակատագրի բերումով, որտեղ ընկերները պատմեցին, այսպես շղթա էր։ Բայց ինչու Իսպանիան, որովհետեւ ֆիլմ արտադրությունը այստեղ բավականին զարգացած է։ Ես կարծում եմ ես կզարգանամ, ավելի կզարգանամ, հենց թե դա է ուսումը, զարգանալը, փորձը, ավելի մեծ մասշտաբներին գնալը եւ իհարկե ես չեմ փորձելու դառնամ իսպանական ռեժիսոր, որովհետեւ ես հայ եմ ու ես լինելու եմ հայ ռեժիսոր, բայց փորձել աշխատել տարբեր երկրներում, տարբեր ազգությունների հետ, թե ինչպես է դու որտեղ ռեժիսորը չունի ազգություն, ինքը ունի միտք, գաղափար։ Հիմա փորձենք այստեղ ոնց կլինի, տեսնենք։ Իսկ նոր տեղափոխվելով Իսպանիա, ինչպիսի աջակցություն ստացար, թե հայ համայնքի կողմից, թե տեղացիների, որպեսզի արագ ինտեգրվես եւ արդյոք արդեն ինտեգրվել ես իսպանական միջավայրին։ Ճիշտն ասած, անցել է 1 ամիս, ինչ ես այստեղ եմ, անկեղծ ասեմ, հայ համայնքը շատ ինձ աջակցեց եւ միգուցե չգիտեմ, մեկ մտածում ես, ասում ես դրսում ավելի այդ հայ հանդեպ դրսում մեկ ավելի շատ է քեզ թվում, որ այդ օգնությունը ու հետաքրքիր այն է, որ ես մտածել եմ Ռուսաստանում եւ կարող եմ նաեւ ռուսական համայնքներում էլ լինել, բայց իմ մտքին առաջինը գալիս է դա հայ համայնքը, ում ես կդիմեմ, ում ես կվստահեմ, ում հետ ես ավելի ես եմ ինձ զգում, տարօրինակ, բայց այդպես է։ Եվ իհարկե շատ օգնեցին տարբեր հարցերում, քիչ ինտեգրվում եմ process-ի մեջ։
Հասմիկ, ինչ խորհուրդ կտաս երիտասարդ կինոռեժիսորներին։ Ինչ ֆիլմերի կամ կինոռեժիսորների հետևեն մասնագիտական աճ գրանցելու համար, հաշվի առնելով իհարկե քո բազմամյա կրթությունը եւ փորձը։ Գիտեք, ինձ թվում է, որ ոչ միայն ավելի շուտ այսպես ասեմ, պետք է հետևել ոչ թե կինոյին, այլ ավելի ուշադիր լինել կյանքին, ավելի շատ երաժշտությանը, ավելի շատ արվեստին, կերպ արվեստին եւ ամենակարևորը շատ կարդամ։ Որովհետեւ երբ որ արդեն ֆիլմը դա մի հեղինակի ինտերպրետացիա է, հա, մի հեղինակի գաղափար է, բայց քանի որ ես կարծում եմ, որ այն մարդը ով ուզում է դառնալ հեղինակ, ինքը պետք է փորձի իրանից այդ ամեն ինչը ստեղծի։ Իսկ ստեղծելու արդեն աղբյուրները, որտեղից որ ինքը կարող է ոգեշնչվի ու սովորի, որ պատկերացնի, այսինքն իրան զարգացնի, դա կերպարվեստն է, դա երաժշտությունն է, որտեղ անսահման է, եւ իհարկե գրականություն։ Հասմիկ, Եվ կյանքը։ Մտածում ես արդյոք վերադառնալ Հայաստան, այնտեղ նախագծեր անել, թե դեռ շատ անելիք ունես Իսպանիայում, հարմարավետ ես քեզ զգում այստեղ եւ ցանկանում ես մնալ այստեղ։ Ճիշտն ասած, ես երազում եմ հայկական կինոներ նկարելու մասին, մեծ ֆիլմերի մասին խոսքը գնում լիամետրաժ, հա, որպեսզի մենք կարողանանք ներկայացնենք մեր ինքնությունը աշխարհում։ Բայց Հայաստանում բավականին հիմա դժվար է, որովհետև փոփոխություններ են կատարվում եւ երևի այս պահին ճիշտ է որ ամեն մարդ այնտեղ է որտեղ որ ինքը կա եւ իհարկե հնարավորություններով ես անպայման շարունակելու եմ Հայաստանում ֆիլմ նկարանելը, բայց կուզենամ ունենամ ավելի լավ փորձ, որպեսզի գնալով այնտեղ այդ փորձը կարողանամ ինտեգրեմ իմ ֆիլմերում, հայկական ֆիլմերում։ Իհարկե ես ուզում եմ հայ ֆիլմեր նկարահանել, պատմել մեր մասին, մեր ինքնության մասին, որովհետև շատ հետաքրքիր է, շատ ինքնատիպ է, ոչ մեկի նման չէ, բայց կարծում եմ, որ պետք է փորձել ամենտեղ նոր փորձ ձեռք բերել եւ զարգանալ, ինչից հետո որ կյանքը իր ուղին կբերի այնտեղ, որտեղ որ պետք է։ Դեռ այստեղ եմ, դեռ սովորում եմ, թե հաջորդը որտեղ կլինի, կտեսնենք։ Հասմիկ, քեզ համար պատրաստել ենք բլից հարցեր, կխնդրեմ հակիճ պատասխանել այս հարցերին։ Լավ։ Ավելի լավ է ունենալ վատ սցենար, թե վատ դերասան։ Վատ սցենար։ Հասմիկ, սև սպիտակ, թե գունավոր կինո։ Սև սպիտակ։ Սառը սուրճ, թե տաք շոկոլադ։ Սառը սուրճ։ Ֆիլմ, որը շրջադարձային է եղել ձեր կյանքում։ Փելեշյանի, Արտաբաս Փելեշյանի բոլոր կարճամետրաժ ֆիլմերը։ Լեոնարդո Դիկապրիո, թե Խորեն Լևոնյան։ Լեոնարդո Դիկապրիո։ Ամենաշներ։ Լինել Օսկարի հավակնոտ, թե Կաննի կինոփառատոնի մրցանակակիր։ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր։ Աշխատանք վաղ առավոտյան, թե ուշ երեկոյան։ Վաղ առավոտյան։ Ձեր համար ո՞րն է ավելի կարևոր, լավ ռեժիսուրա, թե լավ սցենար։ Լավ սցենար։ Եթե ոչ կինոռեժիսոր, ապա ինչ մասնագիտություն կունենայիր։ Կինոռեժիսոր։ Դե չկա։ Ամենաշատը ում կցանկանաս, որ նկարահանվի քո ֆիլմում։ Վաու, ամենաշատը ում կցանկանամ։ Եվ շատ դժվար հարցեր դերասաններից։ Լեոնարդո Դիկապրիո։ Եթե քո կյանքը ֆիլմ լիներ, ինչ կլիներ ֆիլմի անունը։ Եթե իմ կյանքը լիներ ֆիլմ։ Եթե քո կյանքը լիներ ֆիլմ, ինչ կլիներ ֆիլմի անունը։ Ճանապարհ։ Հասմիկ, ունես մի քանի վայրկյան եւ այդ վայրկյանների ընթացքում բոլորը աշխարհում քեզ լսում են։ Ինչ կասես աշխարհին։ Երազեք։
Հասմիկ ջան, հոգաչափ շնորհակալ եմ հաճելի զրույցի համար, շատ բաներ բացահայտեցինք քո մասին, հուսանք նաև շուտով կդիտենք ֆիլմը Իսպանիայում։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ եւ շնորհակալ եմ, որ ունեմ այսպես նոր եւ հոգատար ընկերներ։ Շնորհակալ եմ։ Իսկ ձեզ սիրելի հետևորդներ, կոչ եմ անում հետևել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև Instagram-ին։ Նաև չենք մոռանում հանգանակության մասին, եթե ցանկանում եք, որ հաղորդումը լինի շարունակական։ Կտեսնվենք հաջորդ շնորհակալություն։